կառավարությունը քննարկել է օրենսդրական այս նախաձեռնությունը, չունի առարկություններ եւ հավանություն է տվել այս նախաձեռնության այս փաթեթին օրենքների, սակայն սրանից զատ մի քանի կարևոր շեշտադրում, որ ուզում եմ հնչեցնել այս ամբիոնից, տարընթերցումներից, տարընկալումներից զերծ մնալու համար։ Մեր հստակ պատկերացումը եւ ընկալումը եղել է այն, որ այս նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ։ Սա հատուկ եւ շատ ուղիղ ուզում եմ ասել, որովհետեւ նմանօրինակ կարծիք հնչեց այստեղ քննարկումների ժամանակ, կառավարությունը իր դրական եզրակացությունը տվել է նախագծին, որպեսզի առնվազն 3-ի փոխարեն 2 ուրեմն սլոտ ունենա հանրային հեռարձակողը, ընդ որում մի բան, որը ամենևին չի խանգարելու նույն հանրային հեռարձակողին պահպանել իր 5 սլոտները արդեն մրցույթի պարագայում, որովհետև այսօր օրենքով իմպերատիվ սահմանված 3 սլոտի պարագայում հանրային հեռարձակողը ունի, շարունակում է ունենալ ավելին, քան այդ 3-ն են, 3 հեռուստատեսային տիրույթում, 3-րդը ռադիո ալիքների, ռադիո հեռարձակողների տիրույթում։ Իսկ մնացած ձեզ անհանգստացող հարցադրումներին սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, խնդրեմ հարցերի համար հերթագրում։ Գեգամ Նազարյան, համեցեք։ Եթե մի կողմ ենք դնում են պնդումը, որ այս նախագիծը նրա համար չէ, որ հանրային հեռուստաալիքներից մեկը փակվի, եւ նշվում է, որ 3-ի փոխարեն 2, այսինքն սա հանրությանը ստիպում է մտածել, որ դե եթե 3 չի 2 է, ուրեմն մեկը պետքա դուրս գա։ Իհարկե հասկանում եմ գրածավոր պարտադիր չի որ դուրս գա, բայց երկրորդ հարցը, որ ունենք դուք չեք կարծում, որ այս բարդ, այսպես ասած, ինչ խոսք ասես, որ մարդկանց տալիս են տարբեր ալիքներով, հեռախոսներով, չգիտեմ, YouTube-ներով, ճիշտ չի, մտածենք, որ այդ ալիքը, որը ուղղված է մշակույթին, մեր եկեղեցուն, չգիտեմ, մեր պատմությանը, ավելի լավը դարձնենք եւ ոչ թե այն այնպես անենք, որ չլինի։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Հնարավոր մանիպուլյացիաները կանխելու համար կարևոր եմ համարում ասել, որ առաջին բանը, որ քաղաքացիական պայմանագիրը արեց տեսալսողական մեդիայի տիրույթում Թավշյա հեղափոխությունից հետո դա շողակաթ հեռուստաալիքի ֆինանսավորման բարձրացումներ։ Ինչպես հաճախ պոպուլյար է, հատկապես ընդդիմադիր շրջանակներում կոչել մեր քաղաքական ուժին եկեղեցատյաց այդպես կոչված քաղաքական ուժը, իշխող ուժը 2024-ի տվյալներով գրեթե 2 անգամ ավելի բարձր ֆինանսավորում է նախատեսել, քան եկեղեցապաշտ այն իշխող ուժերը մինչև 2017 թվական, որովհետև 2017 թվականի ընդունված, իսկ մենք հիշում ենք, թե ովքեր էին կառավարող ուժը 2017 թվականին, 18 թվականի համար նախատեսված շողակաթի գումարը շուրջ 2 անգամ ավելի պակաս էր, քան մեր կողմից ֆինանսավորումը, որ հատկացվում է շողակաթին։ Մյուսը արձագանքի ժամանակ կացնենք։ Խնդրեմ արձագանք։ Շարունակեք։ Եթե կարելի է հիշեցնեք առաջին հատվածը։ Ես եմ որ 3 հիմա դառնում է 2։ Դա հանրությանը ստիպում է մտածել, որ մեկը դուրս է գալիս։ Այդ ինչու։ Երբ որ կարելի է այդ ալիքը ավելի լավացնել, ավելի ուժեղացնել, չգիտեմ, ի վերջո հանրային հեռարձակողը պետք է մտածի այդ մասին, կարծում եմ, ոչ թե փակելու ճանապարհով գնանք, այլ լավացնելու ճանապարհով գնանք։ Պարոն Նազարյան, ես եւս մեկ անգամ գուցե ստիպված լինեմ կրկնել, որ համենայն դեպս կառավարությունում նման շեշտադրումներով քննարկում տեղի չի ունեցել
Եվ այստեղ ես ներկայացնում եմ կառավարության դիրքորոշումը, մենք հիմա ձեզ հետ չենք քննարկում որևէ հեռուստաալիք փակելու հարցը, եւ ես համարում եմ, որ նաեւ նման իրավասություն չկա օրենքով հեռուստաալիք փակել չփակելու հարց քննարկելու, որովհետեւ գոյություն ունի կոնկրետ մարմին, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, անկախ մարմին է, հանրային հեռարձակող խորհուրդը ինքը կկարողանա այդ օրինակ որոշումներ կայացնել։ Ավելին, ես հույս ունեմ նաեւ, որ շողակաթ հեռուստաալիքը չի փակվի, այլև կօգտվի այն նոր հնարավորություններից, որոնք մենք արդեն իսկ ստեղծել ենք, մասնավորապես օրենքի նախագծի հեղինակները հենց հիմնավորման մեջ անդրադարձել են հանրօգուտ մեդիա միջավայրի խթանման համար ստեղծված նոր հիմնադրամին, որը դրամաշնորհներ է տալու բոլոր այն հեռուստաալիքներին, որոնք որ հանրօգուտ բաղադրիչով կոնտենտ են արտադրելու, որտեղ հիմնականում կենտրոնացված են լինելու մշակութային, հոգևոր եւ կրթական բնույթի հեռուստահաղորդումները։ Մենք ուրախ կլինենք, որ նաեւ շողակաթ հետագայում դիմի հիմնադրամին եւ ստանա համապատասխան աջակցություն ու որակյալ կոնտենտ արտադրի ու հեռարձակի, որովհետև 2000 ներողություն եմ խնդրում, ավարտում եմ, այն 2019 թվականներին այն մեծացումը բյուջետավորման, որ մենք իրականացրել ենք, նաև նպատակ ուներ շողակաթի հեռարձակման որակը եւ հաղորդումների որակական մասը ընդարձակելու, որը ցավոք սրտի տեղի չունեցավ։ Այսօր դժվար է անել մի այնպիսի պնդում, որ շողակաթ հեռուստաալիքը դրա արդյունքում ամենաբարձր ռեյտինգ ունեցող հեռուստաալիքների թվում է։ Արտուր Խաչատրյան։ Պարոն Մխիթարյան, անկեղծ ցավում եմ, որ այս հարցի կառավարության կողմից դուք եք ներկայացնում, որովհետև ձեր ներկայացած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին մենք միշտ կողմ ենք քվեարկել, բայց իրականությունը սա է։ Գիտեք, հեղափոխությունից անմիջապես հետո դուք ձեր քաղաքական ուժը նաև ասում եք Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Այսօր ինչ ասում եք 18 թվականի մայիսին եւ անում, բայց հերցակապես կապ չունի նրա հետ, թե ինչ եք ասում եւ անում այսօր այս պահին։ Դուք ասում եք մենք որևէ հեռուստաընկերություն փակելու մտադրություն չունենք, սա լրիվ այլ բան է։ Ղազարյանը կարծում եմ մի քիչ ավելի անկեղծ էր, ինքը սենց միանգամից հիշացրեց, որ շողակաթ հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հեռարձակել է Մասիսի քաղաքապետի երթը։ Հիմա հանրային միջոցներ իրանք էլ հանրության մի մաս էր։ Ինչի պետք է հանրության մի մասը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի երթը հեռարձակվի, իսկ մեկ այլ հանրության մեկ այլ հատվածի երթը չմեկնաբանվի, ներկայացվի, ներողություն եմ խնդրում, հեռարձակվի։ Սա իմ գնահատականով բացահայտ ցենզուրա է, եւ կառավարությունը ինչպես է վերաբերվում այս ձևի հետին նպատակ ունեցող օրենսդրական նախաձեռնություններին։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, մեծ է գայթակղությունը իրականում մտնել այն դաշտ, որտեղ իհարկե տողատակով գովաբանեցիք իմ գլխավորած գերատեսչության աշխատանքը, բայց ես թերևս շարունակեմ ձեզ հիասթափեցնելու շարքը։ Ես լիարժեք կիսում եմ այն մոտեցումը, որ հոգևոր մշակութային եւ կրթական բովանդակություն հեռարձակելու փոխարեն որևէ քաղաքական ցույց, քաղաքական բնույթի հաղորդաշարեր պիտի ցուցադրվեն։ Եթե ուզում են ցուցադրել, հեռարձակել, ապա ոչ հանրային միջոցների հաշվին կարող է հեռուստաալիքը շարունակել իր գործունեությունը, իսկ պետության կողմից ընդ որում ամեն օր ընդդիմադիր բովանդակությամբ կոնտենտ հեռարձակելով հանդերձ պատասխանատու ասում եմ, այն հիմնադրամը, որը մենք ստեղծել ենք, կարող է թիրախային ֆինանսավորում անել ցանկացած հեռուստաալիքի շողակաթից մինչև Երկիր մեդիա, H2-ից մինչև TV5։ Այսինքն այստեղ մենք նաև հիմնադրամը ստեղծելիս նաև չենք առաջնորդվելու որևէ պարագայում, ես որպես խորհրդի նախագահ եմ ասում, նաև համար 1 ամբիոնից, որևէ մեր սիմպաթիաներով կամ նախասիրություններով ցանկացած հեռուստաալիք բարձրորակ հանրօգուտ կոնտենտի համար ստանալու է պետական աջակցություն ֆինանսների տեսքով։